Եվ այսպես ուշադրություն սիրելի բարեկամներ, միացեք մեր ալիքին, սեղմեք հավանել կոճակը, իսկ մենք անցնում ենք առաջ։ Մարտին Մկրտչյանը Սամվել Կարապետյանի հանրահավաքին երգեց եւ Վանաձորի Արցախ պուրակում բազմամարդ էր, միայն կարելի ասել Մարտին Մկրտչյանի ներկայությունը կարողացավ ապահովել այդքան մարդ։ Մենք խորը կասկածներ ունենք, որ եթե Մարտին Մկրտչյանը չգար, այդքան մարդ կարող եք դուք հավաքել։ Սամվել Կարապետյանը մի քանի օր առաջ հարցազրույցի ժամանակ խոսում էր նրա մասին, որ հանրահավաքներին չեն կարողանում երգիչներ հրավիրել, նեղացած էր խոսում երգիչների մասին, ասում է 10 անգամ ավել փող ենք տալիս, չեն գալիս մեր հանրահավաքին երգեն, վախենում են։ Բա Մարտին Մկրտչյանը չվախեցավ։ Իհարկե որևէ վախենալու բան չկա, նորմալ երևույթ է, բայց երբ որ քո որդուն պետությունը, Հայաստանի Հանրապետությունը այս իշխանության օրոք ուղարկում է Եվրատեսիլ, գոնե պետքա դա գնահատես եւ քաղաքականության մեջ չմտնես։ Մենք հասկանում ենք, որ Մարտին Մկրտչյանը իր ներկայությամբ մարդիկ է հավաքել Սամվել Կարապետյանի համար։ Եվ սա էլ ընտրակաշառքի ձև է, որը իհարկե գրված չէ օրենս գրքում, որ սա ընտրակաշառքի ձև է, բայց մեր խորին համոզմամբ դա էլ կարելի է ներառել, որ երգիչներ եւ չգիտեմ հայտնի դեմքեր պարացնելով հանրահավաքներ են իրականացնում ժողովրդին մոլորեցնելով։ Նիկոլ Փաշինյանը եւ ձեր տարբերությունը այն է, որ Նիկոլ Փաշինյանը ինքը իր անունով է հրապարակներ լցնում եւ դեռևս լցնելու է։ Նիկոլ Փաշինյանը երգիչներ չի հրավիրում։ Նիկոլ Փաշինյանն ինքը իր ժողովրդի համար թմբուկ է նվագում, ինչպես Սամվել Կարապետյանն է ասում, եւ շատ լավ էլ անում է։ Եվ դուք ուր էիք, որ Նիկոլ Փաշինյանը պայքարեց Սերժ Սարգսյանի բռնապետության դեմ, երբ որ երկիրը ոչնչացվել էր եւ հեղափոխություն արեց, դուք ուր էիք, երբ որ Սերժ Սարգսյանը իր ողմակով խմում էր հայ ժողովրդի արյունը եւ այս ժողովուրդը այլևս ճար չէր տեսնում։ Մարդիկ երկրից զզվել էին, իսկ հիմա Հայաստանի Հանրապետության ժողովուրդը սիրում է իր պետությունը։ Հայաստանի Հանրապետությունն են վերադառնում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի տարիներին հեռացած մարդիկ այստեղ մշտական բնակություն հաստատելու նպատակով։ Եվ դուք ուր էիք, երբ որ մարտի 1 էր տեղի ունենում, եւ դուք ուր էիք, երբ որ բանակում կարգին սպառազինություն, անօթաչու թռչող սարքեր չկային, եւ 20 թվականը շատ ողբերգությամբ ավարտվեց։ 20 թվականին պարտվել է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարիների գնաց զինտեխնիկան։ Իսկ հիմա խնդրում եմ նայեք Նիկոլ Փաշինյանը ինչպիսի զենքեր է գնել մայիսի 28-ին, հենց վաղը դուք կտեսնեք, թե ինչպես են պետություն պահում, ինչպես են պետություն սիրում, ինչպես կարելի է լինել երկրի ղեկավար եւ չլափել երկրի պետական բյուջեն, կազինոներում չխաղալ, չլինել Ռուսաստանի կամ օտար որևէ պետության ստրուկը, որ վզիտ տան ասեն, sense պետքա լինի, դու այդպես էլ անես քո երկրի ժողովրդի շահը անտեսելով մի կողմ դնելով։ Իհարկե այս եթերը Մարտին Մկրտչյանի արարքի մասին էր, որ սիրուն բան չի քաղաքականության մեջ հայտնվելը, երբ որ քո որդուն ուղարկում են Եվրատեսիլ, դա իմ անձնական կարծիքն է, ես նրան չեմ մեղադրում երգելու համար, բայց եթե դու ուզում ես երգել սեփական ժողովրդիդ համար, խնդրեմ երգիր։ Դիմիր համայնքապետարանին, թող բեմ տրամադրեն, ցանկացած քաղաքում ու գյուղում կարող ես երգել քո ժողովրդի համար։ Ինչպես հիշում ենք, Սուպեր Սաքոն մի քանի անգամ ձրի անվճար համերգներ ունեցավ Երևանում սեփական ժողովրդի համար։ Հիմա չգիտենք Սամվել Կարապետյանը քեզ ինչքան փող ա տվել, բայց Սամվել Կարապետյանը ասում էր մի քանի անգամ իրանց ուզած գումարից ավել ենք տալիս։ Իհարկե Սոֆի Մխեյան կա, Ներսիկ Իսպիրյան կա, այս մարդիկ մենք միշտ էլ գիտենք, որ եղել են դաշնակ նախկին իշխանության անձնական երգիչները, անգամ չենք էլ ուզում նրանց անունները հնչեցնել, ափսոս է այս եթերը, որ նրանց անունները հնչեցնենք։ Նրանք երբեք սեփական ժողովրդի համար երգողներ չեն եղել։ Նրանք սիրում են երգել Սերժի, Ռոբերտ Քոչարյանի նման մարդկանց իշխանության դուդուկի տակ։ Եվ երգիչները շատ ճիշտ են անում, որ վախենում են, որովհետև չի կարելի մտնել քաղաքականություն։ Օրինակ երգում ես համար 3-ի համար,
բա համար 16 ընտրողները քեզանից չեն նեղանա, ուրեմն Մարտին Մկրտչյան, եթե Նիկոլ Փաշինյանի համար, Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին ավելի ճիշտ չերգեցիր, ուրեմն դու ազգը բաժանում ես երկու մասի։ Սամվել Կարապետյանի թիմի ամբողջ սուտը, որը սահման չունի եւ որը անընդհատ ժողովրդին նյարդայնացնում է, եւ նաեւ մեր կարծիքով սա ազգային անվտանգության ծառայությունը պետքա զբաղվի եւ զարմանում ենք, թե մինչեւ հիմա ինչի արձագանք չի եղել։ Անընդհատ ամեն օրը մի քանի անգամ պնդում են, որ 300,000 ադրբեջանցի է գալու Հայաստան բնակվելու, Նիկոլը արդեն պայմանավորվել է։ Նախ ասենք սա սուտ է, բայց նաև բացատրությունը տանք, տրամաբանդությունը տանք սրա, որ միայն սուտ ասելով չվերջանա, որտեվ սա շատ զզվելի սուտ է, սա նաև ազգային անվտանգության խնդիր է առաջացնում, որտեվ սա կոնկրետ խուճապ է առաջացնում Հայաստանի Հանրապետության ներսում, ինչը որ այո, քրեորեն պատժելի արարք է։ Տեսեք, ինչ օրինակ եմ բերում եւ դուք սա տեսնելով արդեն հասկացեք, թե ինչպես են ձեզ ստում։ Լեռնային Ղարաբաղը գրավել է Ադրբեջանը շուտով կլինի 6 տարի։ Այդ տարիների ընթացքում այդ ճանապարհներ սարքեցին, տներ սարքեցին, դպրոցներ, ամեն ինչ սարքեցին, 10-ից 20,000 ադրբեջանցի մշտական Ղարաբաղի բնակիչ չկա։ Ադրբեջանցիները վախենում են անգամ գնալ ապրել Լեռնային Ղարաբաղում, որտեղ հայ չի մնացել, հայ չկա, որտեղ էլ կռիվ պատերազմ չի լինելու։ Սամվել Կարապետյանի երևակայությունը տվել է, որ նրանք 300,000-ով այդքան համարձակություն են ունենալու գան Հայաստանում ապրել։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իշխանությունը թույլ կտա նման բան, բայց սա իհարկե ոչ մի իշխանություն թույլ չի կարող տալ։ Ես պատրաստ եմ այդ իշխանության դեմ մեծ ցույցեր իրականացնել եւ այդ իշխանությանը ամեն գնով հեռացնել իշխանությունից, բայց այդ իշխանությունը չկա, այդ իշխանությունը կարող է լինեք դուք, որտեվ դուք ավելի շատ եք խոսում դրա մասին, քան Ալիևը, եւ այդ շատ խոսալով հողեք նախապատրաստում դրա համար, որ գաք իշխանության, ասեք Նիկոլը արդեն ստորագրել էր, նման բաներ ստեք եւ 300,000 ադրբեջանցի հենց դուք բերեք Հայաստանի Հանրապետություն։ Ես սա չեմ բացառում, բայց բացառում եմ այն, որ Նիկոլ Փաշինյանը բանակցել է կամ կբանակցի ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելու մասին։ Մեր տեղեկություններով այս ստերը, այս մեխանիզմները, թե ոնց պետքա ժողովրդի նյարդերի վրա ազդեք, փոխանցվում են Մոսկվայից, հատուկ ծառայության կողմից, լղոզվում են մամուլում այս թեմաները եւ ընդդիմադիր դաշտը այս թեմաները ըստ իրենց վերցնում է մամուլից։ Մենք չգիտենք իրանք Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ ուղիղ են աշխատում թե ոչ, բայց իրենք խոսում են այն ամեն ինչը որ պետքա խոսել ռուսական շահերի համար, որ Հայաստանի Հանրապետությունում ռուսական իշխանություն կա։ Այս երկիրը գոյություն չի ունենա որպես Հայաստան, ոչ մի բան չի լինի, ոչ թռիփ կլինի, եթե թռիփ չեղավ կլինի պատերազմ։ Եթե Սամվել Կարապետյանը գա իշխանության եւ թռիփ չլինի, կլինի պատերազմ եւ միգուցե Սյունիքի մարզը կորցնենք։ Իսկ ինչի թռիփ չի լինի, որովհետեւ իրենք փորձում են թռիփում ներքաշել Ռուսաստանի Դաշնությանը։ Ամերիկան կասի ես այսքան ձեր համար